Հայաստանում չտեսնված ու չլսված դեպք, մասնագիտական գրականության մեջ էլ հազվադեպ նկարագրվող։ Բնության տարերքի հետևանքով վնասվածք են ստացել հղի կինն ու նրա դեռ չծնված փոքրիկը։ Դեպքը տեղի է ունեցել Երևանում, երրորդ երեխայով ու 36 շաբաթական հղի Ռուզաննան մայիսի 11-ի ուժգին քամու ժամանակ դուրս է եկել բակ, որ հնգամյա ավագ տղային տուն կանչի եւ լվացքը հավաքի։ Բայց ոչ մեկն էլ չէր հասցրել, երբ տանիքից ազբեստի թիթեղը պոկվել ու ընկել է նրա որովայնին։ Թափանցող վնասվածք պատրվածքով սուր ցավերով ու առնահոսությամբ 23-ամյա կինը հարևանի ավտոմեքենայով արագ հասցվել է մոտակա Էրեբունի բժշկական կենտրոն։ Մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին, բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Բացարձակ ուրեմն ճիշտ տակտիկա է եղել, իրանք նորածին հղի կինը տեղափոխվել է սեփական տրանսպորտով, անմիջապես նայվել ու դիագնոզվել է ելնելով խոսքերից եւ հերթավաբժիշկների իհարկե բարձր պրոֆեսիոնալիզմից, անմիջապես ընդամենը 2-ից 3 րոպեի ընթացքում արդեն նախապատրաստվել է, բոլոր մասնագետները միասին նայել են ու նախապատրաստվել է վիրահատության։ Կեսարյան հատման ճանապարհով 4 շաբաթ շուտ լույս աշխարհ եկած նորածինն աղջիկ է, 2 եղբայրների քույր։ 2450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով ըստ ապկարի գնահատվել է 6-8 միավոր։ Երեխան դուրս բերելուց հետո արդեն ախտորոշվել է արգանդի թափանցող վնասվածք, որը վերականգնվել է եւ երեխայի ձախ հոնքի շրջանում մոտ 5 սանտիմետր երկարությամբ վնասվածք։ Երեխան այստեղ առաջին բուժօգնություն է ստացել ու տեղափոխվել մասնագիտացված կլինիկա։ Մայրը փոքրիկին դեռ չի տեսել, միայն լուսանկարներով։ Անհամբեր է, թե երբ է գրկելու նրան։ Բժիշկներն ասում են, մոր բուժումն ընթանում է ըստ պլանի ու դուրսգրումը շատ չի ուշանա։ Երեխայի վիճակը նույնպես կայուն է։ Մասնագետները կարծում են, մայրիկին շուտով կհանդիպի։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում համալիր հետազոտության արդյունքում պարզվել է, որ նորածինը գանգոսկրի վնասվածք ու ներգանգային որևէ խնդիր չունի, միայն ճակատ քունքային հատվածում բավական խոր վնասվածք կա։ Հարթ է ընթանում հետվիրահատական ընթացքը, վերքը լավանում է առաջնային ձգումով, բայց դեռևս գտնվում է ռեանիմատոլոգների հսկողության տակ, քանի որ որպես անհաս նորածին ունի որոշ խնդիրներ, որի հետ կապված հսկողություն է անհրաժեշտ։ Երեխայի վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա։ Արհեստական շրջարական սարքի պայմաններում է եղել հետվիրահատական շրջանը, այսօր արհեստական շնչառությունից սարքից անջատվել է երեխան, օքսիգենացված բինազալ բեղիկներով, դեռ խնդիրներ ունենք թե բուժման հետ, թե երեխան ամբողջ ծավալով դեռ չի կերակրվում, ներբություններ կա, որը կախված է հենց անհաս լինելու եւ հետվիրահատական շրջանի հետ։ Ծնողները նորածնի անունը Մարինե են դրել։ Ճակատի սպին նրան միշտ կհիշեցնի այդ տխուր, միևնույն ժամանակ հրաշքի ու փրկության պատմության մասին։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, Էդգար Դավթյան, լուրեր։